Հրապարակ թերթը գրում է Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Հայաստան խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը 3 մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Այն 52 դեմ 21 կողմձայն ստացավ։ Ուշագրավ է սակայն, որ ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը շիշ բռնողը սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ԿՊ-ում Սարգսյանի քվեարկությունը 3 բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Շատերի կարծիքով Սարգսյանը ԿՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա անդիմադիր, կանցնի անդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հրապարակ թերթը գրում է ԿՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ԿՊԱ-ականներն ակտիվ ներգրաված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ԿՊ-ն հանձնաժողովների ձիգ տեխնացուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում եւ տեխնացուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է, օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը երկուական տեխնացու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։ Եվ չնայած ԿՊԱ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է եւ հայտնի չէ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով ոչ, սակայն մեր աղբյուրի վստահեցման բոլոր նախտիր եւ անմնացորդ ներգրաված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ԿՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 հրապարակվեցին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կոռուպցիայի ընկալման համաթվի թվականի տվյալները։ Իհարկե նույն զեկույցի համաձայն կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է, ուստի նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել։ Հայաստանը 182 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով 65-րդ տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույցի հրապարակումից հետո փորձեց Հայաստանի ջրից չոր դուրս բերել, ասելով, թե Հայաստանի ԿՀ համաթվի 2025 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1 միավորով, կազմելով 46։ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, ասվում է Transparency International-ի զեկույցում։ Հրապարակ թերթը գրում է. Փետրվարի 9-ին Երևանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի։ Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարևոր հարցի լուծման համար հասնել դատարան, որն էլ թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի։ Մեր տեղեկություններով դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել լսել կողմերին, որ նման բարդ որոշումը կայացնի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական եւ աշխատանքային ուղին, դրան ժամանակային համադրումը եւ հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից եւ մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։ Պաշտոնական կենսագրության համաձայն 1997-ից 2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում եւ ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ Կենսագրության հաջորդ կետով նշվում է, որ 2002-ից 2004 թվականներին նախարարն ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ Սա փաստացի նշանակում է, որ 2002-ից 2003 թվականներին նա միաժամանակ սովորել է 2 տարբեր մագիստրոսական ծրագրերում՝ ԵՊՀ-ում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում անհնար համատեղությամբ։ Առանց բակալավրի ավարտական դիպլոմի մագիստրատուրա ընդունվելը ուղղակի անհնար է։ Նույն 2002-ից 2004 թվականների ժամանակահատվածում նախարարն իր կենսագրության մեջ նշում է նաև 2002-ից 2004 թվականներին ուսում առաջնորդների զարգացման կենտրոնում, 2002-ից 2004 թվականներին մասնակցություն Անդրկովկասի եւ Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003 թվականին կրթական այց Ստրասբուրգ Եվրախորհուրդ, այսինքն ըստ պաշտոնական տվյալների նախարարն այդ տարիներին ներգրաված է եղել առնվազն 4 զուգահեռ կրթական գործընթացներում, որոնցից մեկը ենթադրում է նաև երկրից դուրս գտնվել։ Հարցը կրկին մնում է բաց, քանի որ նախարարը պարզապես չի պատասխանել, թե ինչպես է հնարավոր ժամանակային եւ ֆիզիկական առումով համատեղել այս 4 կրթական ծրագրերը։ Անահիտ Ավանեսյանի կենսագրության համաձայն նույն ժամանակահատվածում նախարարն իրականացրել է նաև աշխատանքային գործունեություն։ Սա նշանակում է, որ ինտենսիվ ուսումնառության եւ միջազգային ծրագրերի տարիներին նա միաժամանակ իրականացրել է նաև պետական ծառայություն։ Սա եւս անհնար համատեղություն է պետական համակարգում աշխատել առանց ավարտական դիպլոմի, առանց
մասնագիտացման։ Հանրային աղբյուրներից հայտնի է, որ տվյալ ժամանակահատվածում նախարարի մայրը եղել է ազգային ժողովի падգամավոր Մարգուշ Վարդանյանը, Հայաստանի Հանրապետության այդ օրերի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ ընկերուհին եւ ունեցել է ազդեցիկ քաղաքական կապեր։ Հրապարակ թերթը գրում է. Իշխող խմբակցությունը նախորդին քննարկել է ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ապա քվեարկել տեխնացուներին, սակայն քվեարկությունը տապալվել է։ Հիշեցնենք, որ Իբսե Մեհունյանյանին պարտադրված հրաժարականից հետո այդ տեղի համար առաջադրվել էր 2 տեխնացու՝ պետաիրավականի անդամ Տրթած Սարգսյանը եւ առողջապահության հանձնաժողովի անդամ Վադիկ Օհանյանը։ Թեպետ քվեարկության արդյունքում Վանաձորցի Օհանյանը Տրթած Սարգսյանից շատ ձայն է հավաքել, սակայն կուսակցության կանոնադրության համաձայն չի ստացել քվեարկողների մեծամասնության քվեն, այսինքն շատերը չեն մասնակցել քվեարկությանը։ Իսկ քիչ թվով падգամավորներ են մասնակցել, քանի որ մեծ մասն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է, ըստ ամենայնի կհայտարարվեն հանձնաժողովի նախագահի նոր ընտրություններ եւ նոր տեխնացուներ կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն։